ձեր սարկածներից, տեսա որ հետաքրքիր ծաղիկներ եք անում հիմնականում։ Սարքը շատ կարած մտածեք մեր արհեստանոցի գործերն են որակով և պատճելի։ Երեխեքին սովորեցրեցիք, հա։ Այո, եկան սովորեցրեցիք, իպա երիտասարդները ոնց որ էլ սեր չունեն, չեն ուզում, տանջում են, ձգտում են ավելի հեշտ կյանքի էլի։ Այսինքն սովորեցիք, չսովորեցին։ Դե սովորեցին, եկան սովորեցրեցին, բայց շատ պիտի լինի։ Որպեսի արեստի չներնի։ Ինգալ աշագեր ունեցե, ինգնել ավարտիքներ են ունեցե, ապիկ շարակիրը կարմատերով։ Անհրաժեշտություն էր այս ծրագիրը։ Իրանք մեր ազգի համար է, հետքա լավ ավելի ունենակ կան լավ։ Ինչքանով են հետաքրքրված դաշտի գործով։ Դե գայելությունը քիչ են հետաքրքրված, բայց այս ծրագրի շնորհիվ բոլորը ինքնակամ են եկել, այսինքն ուզեցել են լավ դաշտի դառնալու համար եկել են սորվի մասին։ Մի փոքր ձեր մասին ու ձեր դարբնության մասին գնալով կորում է այս մասնակցությունը։ Չէ, դարքանակը չի, այսօրվա դրությամբ ավելի դարքանակը շատ լավ է, նեք ուրախ։ Իմ այրան մեջ դարբնության գործը կար, մենք մենոյաններով սաղ դարբին են եղել, պես դա տոպից շատ են սեր ունեի դարբնության, Այս առաջի դասընթացներ, որ սովորեցին։ Չէ, երկրորդներ, առաջինը ուրիշ մարդու մոտ եմ սովորել, իսկ հիմա վարպետ Գահարի մոտ եմ։ Ինչ ես կարողանում կռել։ Դե քնակ սարքեմ, տեղ, ծաղիկ, բակ, մամական, ուտակիսի խանել։ Ասում են երիտասարդներին հետաքրքիր չէ դաշտի մասնագիտությունը, դուք ինչ կասեք։ Դե հա, մարդիկ այս գործը շատ մերոտ գործ է, ավելի մարդոր հավնիկ ես գործի, այսօր մոտ կահար մեն են գործեն են, ու են կա ասոտ կշարունակ։ Հանգամանքը, որ մենք Գյումրին փորձում ենք դիրքավորել որպես մշակութային ուսումնասիրության կենտրոն, շատ կարևոր է, որ այդ նույն միջազգային հարթակներում ներկայացված լինի քաղաքի իրական բովանդակությունը, իր արվեստի եւ արվեստի միջոցով եւ այնքան արվեստավորական միջավայրով, որը կա այս քաղաքում։ Բնականաբար պիտի սկսեինք դաշնությունից, որովհետեւ ինչպես գիտեք միջազգային կառույցներով միջազգային հետաքրքրվածություն կա, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է ոչնչական մշակութային ժառանգության ցանկում։ Մյուս կողմից եւ նաեւ դինամիկորում ամենամեծ արվեստավորական համալիրությունը դարբիներն է եւ այս հարուստ ավանդույթները հաշվի առնելով որոշեցինք, որ առաջին արեստը, որին պետք է անդրադարձ կատարենք, դաշնությունն է եւ միջազգային գործընկերներին ներկայացրեցինք դաշնության կարճաժամկետ 6 շաբաթի ուսուցման ծրագիր նախագիծը։ Հրաշալի հասկանալով, որ 6 շաբաթների ընթացքում ոչ մի երիտասարդ դաշնություն չի դառնալու, բայց նաեւ գիտակցելով, որ այդ ժամանակահատվածը դեռ բավարար է լինելու, որպեսզի իրենք ճանաչեն այս արեստը, սիրեն այս արեստը եւ հնարավոր է որ որոշեն նաեւ դառնալ դաշնություններ։ Այս ուսուցման ծրագիրը մեկնարկեցին 25 երիտասարդներով, որոնք հաջողությամբ ավարտեցին 18-ը եւ համեմատության համար ասեմ, որ ի սկզբանե որպես թիրախային քանակ ընտրված էր 10 մասնակիցներ, բայց ուրախություններս ժամանակակից տեխնոլոգիաների դարում ապրող երիտասարդներին ամեն դեպքում հետաքրքիր է իրեն արվեստավորական այս մշակույթը եւ ես ուրախ եմ, որ կարողացել ենք հաջողել։ Ամենակրտսեր մասնակիցը քանի տարեկան է եղել։ Ամենակրտսեր մասնակիցը բացառության կարգով 15 տարեկան է, մնացածը 16 եւ ավել, որովհետեւ մենք ի սկզբանե բացառեցինք 14-15 տարեկան հայտարարողներին։ Վարպետները պնդում էին, որ այստեղ նաեւ ուժ է պետք, բացի երկրաչափական, գեղագիտական ընկալումներից պիտի նաեւ բազուկներ ունենան եւ հիմնականում 16-17 տարեկան երիտասարդներ։ Վարպետ Գագիկը մենք
Մարտերից